անել, հա։ Չեմ տալու ես քեզ երեխուն։ Ինչ ուզում ես արա, ուզում ես սպանի ինձ, չեմ տալու ես քեզ երեխուն։ Խնդրում եմ, էլի ձեզ Միքայել, պետք չի։ Քեզնից սենց բան չէի սպասում, Երանա։ Հիմա կիչն ես, թե ես բարձրանամ։ Նայ, ուրիշ տարբերակ չունես։ Դեպի վերև շենքի կտուրնա, ինչ պիտի անես։ Ես չեմ գալու, թող գնա։ Ես լքո հետ հանգիստ եմ խոսում, արի պրոբլեմ չսարքենք, համար երեխեն չի վախենա։ Դու որ գնաս երեխեն չի վախենա, քո առաջ Ֆրիդան չի կանգնած, ասում եմ չեմ տալու քեզ երեխուն, գնա։ Պապայի գլուխը խառն է, երևի մոռացել է, չնայած իր բացակայությունը հարգելի է։ Արամ, պապատից այնքան լավ է վերաբերվում, որ եթե նույնիսկ մոռանա շնորհավորել, դա ոչինչ չի փոխում։ Պապան որ տուն եկավ ու տեսավ, որ ես իրան մոռացել եմ հիշացնեմ, որ այսօր քո ծնունդն է, իմ հետ է կռիվ անելու։ Լավ դու են ասա, աղբետ գոնե մի քիչ խելոքացել է։ Հա։ Գիտես, սիրտս լցվեց։ Հասկացա, որ կարոտել է։ Իսկ այն աղջիկը դեռ կա։ Դե հա, կա։ Ու ես այդքան էլ ուրախ չեմ, որովհետև ինքը մի տեսակ սեմին փոխում է, մի տեսակ փչացնում է։ Լավ, արի այսօր ուրիշ թեմանայից չխոսենք։ Այսօր քո տոնն է։ Ահ։ Մենակ ես եմ խմում։ Ես հասանք, այ, ստեղս սիրում ես։ Կարո դու ինձ հույսով էիր արել։ Հորս արև սենց բան առաջ անգամ է լինում։ Իրապը ես չհասկացա ինչ եք խոսում, տեղ չենք ասել։ Հասել ենք։ Բան ենք սպասում, չանք։ Չէ, Հենրի մի րոպե, ես զանգեցի Մերին, Մերին ասեց, իրանք տանը չեն, դուրս են եկել, չէ կարո։ Իմ արև, եկե հասել ենք, արի գոնե գնանք մտ դրանը թխկանենք, որ հասկանանք իմ անիմաստ չենք եկել, գնացինք։ Կարո խնդրում եմ, մի բան արա տուն չգնանք։ Հենի խելք չունի, հարալը պիտի ասի, ոնց շարժվում չհասկացա։ Եկեք գնացինք։ Այ աղբեր, տունը չեն անիմաց գնանք դրան մոտ ինչ անենք, այդ սավը տանեմ։ Հալալ, ես ես տոնը կորած մորքուր ունեմ։ Ոնց էլ չլինի մտ դառը կոֆեքը հյուրասիրի, բայց պիտի շատ խնդրենք։ Նաց։ Մորքուր, մորքուր։ Ես ադուրա։ Մորքուր։ Մերի հանգստացի։ Տեսնես ով է այս ժամին։ Պապայի մոտ բանալի կա, երևի մաման է գնամ բացում։ Եթե մամատ լինի չնեղացնես։ Խոսք եմ տանել։ Մորքուրի տղա, կնոջը ծնունդը շնորհավոր։ Խնդրում եմ ես քեզ, աղաչում եմ երեխուն թողի մոտ դու գնա։ Յանա երեխուն վերցրու դուրս գնա։ Բայց դուք չեք նեղացնի, չէ՞ Աննա Բագրատովնային։ Մի դուրս արի ստեղից հենց հիմա։
Երեխեն պիտի մոր մոտ մնա։ Երեխեն պիտի մոր կողքին մեծանա։ Դու չես հասկանում։ Բարոյական մոր մասին է, չէ՞ խոսքը։ Դու իրավունք չունես իմ բարոյականության վրա կասկածելու։ Լավ, հա, եղավ, քո ասածն է։ Ոչ ուզում եմ հետդ կռվել, ոչ էլ։ Ուղղակի հեռու մնա մեզնից, ինձնից ու երեխուցս։ Այդքան բան։ Լսի վերջ դուր, հա ես քեզ առաջին օրը չեմ ճանաչում։ Քո այս կռիվը երեխու համար չի, դու ուղղակի ուզում ես երեխուն իմ դեմ որպես զենք օգտագործես։ Լսի, ես հոգնել եմ այս ամեն ինչից։ Այնքան եմ հոգնել, որ չեմ ուզում հետդ լեզվակռվի մեջ մտնեմ։ Ընդամենը խնդրում եմ հեռու մնա ինձնից ու իմ ընտանիքից։ Ամբողջ կյանքում երազում էիր, չէ՞, որ ազատ լինես։ Դե հիմա ազատ ես։ Վայելի քո ազատությունը։ Իմ ազատությունը ու երջանկությունը իմ երեխեքն են։ Ես չեմ կարող իմ երեխեքից հեռու ուրախ լինեմ։ Յանա, երեխուն բեր։ Չհասկացա, մենք հյուրերի էինք սպասում։ Չէ, ես եմ որոշել ուղղակի անակնկալ անեմ Մերին։ Ստացվեց անակնկալը։ Դե լավ էլի, հիմա ստեղ պետք է կանգնենք, սառենք, թողեք ներս գանք։ Մերի ջան, քուրիկս, ծնունդդ շնորհավոր, ամենալավն ու բարին եմ քեզ ցանկանում։ Չուչուն խես, տենց կանգնել մոտ, շնորհավոր ես երեխուն դրա համար ենք եկել։ Մեր շնորհավորում եմ, քեզ շատ եմ սիրում։ Արամ ապեր, ինչ ես ինձ լարված, որակ կարողա քնում էիք, չեք հասցրել սեղան գցեք, Չէ, ախպեր ես, մարդիկ նորմալ պատրաստվել են։ Խմիչքից կհրաժարվենք, բայց քաղցրից չենք հրաժարվի։ Կմտածենք։ Արամ ապեր, գիտես չէ, ես շակալատնի եմ սիրում, հաշվի առել եք հուսամ, հա? Քեզ հավաք բայի, թե չէ դուրս կշպրտեմ։ Բայց դու շկարվա բարես, ես լավ է, նստել եմ հավաք։ Լավ, ես չեմ հասկանում, ինչի ես Հենրիի հետ եկել։ Միամիտը ասացի, որ գալիս եմ քո ծնունդը շնորհավորեմ, եկել էին մեր տուն։ Որոշվեց, որ միասին ենք գալիս։ Բայց դու չգիտես իրանք ինչ լարված հարաբերություններ ունեն։ Մենակ իրանք, նաև իր պապայի հետ լարված հարաբերություններ ունի։ Այդքանից հետո էլ հետ է եկել ես։ Յա, ես էլ մոր քուրիս մարդը։ Վիկա, ժամանակը դար հարտուկ անելու։ Բա ինչ անեմ, գոնե ժամանակը սանցնում է, ես լարված եմ, իզոր թողեցինք ես գիշերով, Հենրիի հետ դուրս եկավ։ Խնդիրը Հենրին չի, Հենրի վիճակն է։
Լավ այն տարօրինակ ընկերը հետներ։ Տարօրինակ։ Հա, ինձ տարօրինակ թվաց այդ տղան։ Ես ինձ կասի, այն մարդը, ով առնչվում է շախոցների հետ, հաստատ տարօրինակ է։ Ինչ հաստատվում, որ տարօրինակությունները մեզ չեն շրջանցում։ Բնականաբար։ Եթե մենք մտնում ենք Միքայել Շախունցի խաղի մեջ։ Հիմա ինչ, պետք է ամբողջ կյանքում սենց լարված ապրեմ։ Էմի լարվի։ Ախր ոնց չլարվեմ։ Նախ այդ տղան խմած էր, երկրորդը ում տուն գնաց։ Այն տուն, որտեղ ապրում է Մերին, Սոս Բերբերյանի տանը։ Իսկ Սոսը ով է։ Իսկ մոր տուն ուղարկում ենք հարս։ Նախ Աննան այդ տանը չի ապրում։ Մերին այդ տանը ապրում ամուսնու եւ սկեսրարի հետ։ Իսկ սկեսրարը ով է։ Անգելինայի։ Կենսաբանական հոր։ Անգելինան իմ համակուրսեցի ընկերուհու Թորնոյինա։ Հետաքրքիր է, ոնց կարծականքեր դիտան։ Հետաքրքիր է։ Քեզ ինչ եղավ։ Նոր լավ էիր, բլբլում էիր։ Աննա Բագրատովնա, ձյաձ Միքայելես ինչ է կարել։ Ասենք ինչ պետք է արած լինեի, որ։ Բա ինչի այս վիճակում։ Ես ինչ իմանամ, որ բժիշկ լինեի, կասեի։ Դու նա տերեխուն տեր կանգնի, դու։ Մի րոպե, բայց ուր եք տանում։ Հիվանդանոց եք, չէ՞ տանում։ Դու երեխուն տեր կանգնի։ Անտեղյակությունից արդեն սիրտս կանգնում է։ Լավա գոնե այն երեխան քնած այս գժանոցի մեջ։ Մտածում եմ, կարող է Աննա Բագրատովնան սուտերանում խաղած այս ամեն ինչը, որ ձյաձ Միքայելը երեխուն չտանի։ Չէ, Աննա Բագրատովնան չէր կարող այդքան խաղալ։ Ինքը տենց մարդ չի, չէ։ Ես էլ եմ գժվում արդեն այս ամեն ինչից։ Ես այս զանգելու եմ Հենրիին, բոլորին խառնելու եմ իրար, որ հասկանամ ինչա կատարվում։ Ինձ ինֆորմացիա է պետք, այսպես չի լինի։ Իսկ գիշերվա կեսին հիշել ես, որ ինչ որտեղ մորքուր ունես, մորքուրի տղա ունես, մորքուրի ամուսին ունես, որոշել ես գաս տեսության։ Պապ, մի րոպեով քեզ կարելի է։ Չէ, չի կարելի։ Խես սրա առաջ դուր բացել, որ գատուն մի հատ էլ տան մեջտեղում փրվի։ Դե լավ դից մի գորա, քնջներս տարակա։ Մեզ սխալ մի հասկացեք, մենք հյուր ենք եկել։ Կարո ջան, թուլացի, տեղավորվի։ Արա մի տորթը ինչ եղավ։ Ես այս տորթը կվերցնեմ ու Արի երեկո։ Առիթ կա։ Մերի ծնունդն է այսօր, պապ։ Կներես, շնորհավորում եմ, մտքիցս լրիվ թռել էր։ Շնորհակալ եմ։ Ասում եմ լավը մենք եկանք, թե չէ տենց թռածել կմնար, հա։ Վատ է, երբ որ մարդիկ իրենց ահը կորցրած են ապրում։ Այդ հիմա շնորհավոր ենք ես ասում, ձյաձ։ Չէ, մահախոսականդ եմ կարդում։ Հոգնի տանենք։ Վեր կաց Հենրի։ Լակացա պապ ջան, բանի տեղ մի դիրելի։ Ես կզարմանայի, որ դու լուրջ լինեիր ու գայիր իմ տուն։ Դու այդքան համարձակություն չէիր ունենա։ Ախպերս ցո գնացինք։
Դե նստի էլ ինչ ես ուզում ինձանից, դուք էլ նստեք, թե դուք, հյուր, թե դուք ձեր հյուրերին միշտ եք տենց կանգնած դիմավորում։ Հենրի, մենք արդեն շնորհավորեցինք Մերիին, կարելի է գնալ։ Դա անգել հիմա առանց տորտ ուտելու գնանք, վա։ Լսի, դու լավ չես անում, որ հյուրերիդ այս ինձ ես դիմավորում։ Գնացի ձյաձավակից անգելիս, ձեռքը խնդրեցի, դե հիմա եկել եմ քեզնից խնդրեմ, ոնց որ դու էլ ես պապա։ Լավ, թե սեղան չեք գցում, պատիվ չեք տալիս, մենք գնանք։ Սպասի քեզ թվում է պիտի սենց լակած գազ խոսաս ու անպատասխան գնաս, կամ ինչ է նշանակում դու էլ ես պապա, հա? Այելի, մի հատ բացատրի հասկանանք։ Իհարկե, հայցում եմ ձեր ներողամտությունը։ Ուրա հեռախոսդ։ Մոտս։ Դե ձենը բարձրացրու, յանամ քեզ է երևի ուզում զանգի, վա։ Արդպես ինչ ասում։ Տղա ասածներիդ վերաբերյալ բացատրություն տուր, սպասում եմ։ Հենրին եկել էր մեր տուն, պապայի համաձայնություններ ստացել, որ մենք ընկերություն անենք։ Պասի անգել։ Ինչո՞վ որ դու իրան քո կյանքը պատմում ես։ Իսկականից լսի, հելար ու գնացիր ստից։ Հանգիստ։ Հենրին մի քիչ խմած, ով պետք չի իր խոսքերից կարճել։ Հենց նոր ինձ ցեխից հանեցիր անգելը։ Լսի, տեղս հարմար չի, հետո կխոսամ։ Կարո՞, դու ես։ Հապա ով է։ Հենրին ուր է։ Հենրին շատ խառն է, զբաղված է։ Ես չգիտեմ Հենրին ինչով է խառը, բայց ասա հենց հիմա մի հատ թող զանգի, տեսնի իր մաման ոնց է։ Ինչ է եղանա Բագրատվնային։ Ելնելով Անգելինայի ու իր ընտանիքի հանդեպ ունեցած հարգանքին, ու այն փաստը, որ այսօր Հարսիս ծննդյան օրն է ու Անգելինան եկել է շնորհավորելու Հարսիս, այս ամեն ինչը հաշվի առնելով, վզիցը չեմ բռնում ու ոտերից տակ առնեմ դուրս շպրտեմ իմ տնից, ընդհակառակը։ Քեզ հրավիրում եմ քաղաքակիրթ ձևով դուրս գաս իմ տնից, հիմա։ Ինձ որ սենց նայում ես, դու քո խոսքերին հավատում ես, որ կարաս ինձ ոտերի տակ գցես։ Ամոթ ոտոցել է պապատ մամայթ հիվանդանոցա տարը, մենք երևի շտապ գնանք։ Ինչ ա եղել։ Ես կներեք։ Ինչ ա եղել, Կարո։ Այ մաման ա վատացել դրա ժամանակը չարեք։ Ինչ եղավ այս տխմարին, որ սենց միանգամից թողեց ու գնաց։ Շախունց։
Հալալ, մի քիչ արագ քշի։ Դու աչքիս ուզում ես հասնենք հիվանդանոց, բայց ոնց որ շտապօգնության մեքենայով։ Արա հերիքա փիլիսոփայեսի է։ Այ, շատ դժվար է գիտեմ, բայց եկեք հիմա հանգստություն պահպանենք, կլինի։ Անգել շատ դժվար բան ես հիմա ուզում։ Պիտի մամադ հիվանդանոց ընկներ, չէ՞ որ սենց անհանգստանայիր իր համար։ Էլ չսկսես։ Ախպերս իր մամային նենցա սիրում, որ մի անգամից օյաղացավ։ Խնդրում եմ էլի երկուսդ էլ սուս մնացեք։ Տենաս ինչ ա եղել։ Ինքը հիվանդանոց ընկել։ Հալալ Յանան ինչ էր ասում։ Հերի Աննա Բագրատովնան հյուծվել էր, որովհետև ձեր վերաբերմունքին էլ չէր դիմանում։ Անգելինա ջան, կարաս սուս մնաս։ Ինձ կներեք, հա։ Անգելինան իմ ընկերուհին է, իմ քույրն է, ուղղակի եկել էր ծնունդը շնորհավոր էր։ Մերի։ Ինքը չէր ուզում Հերիի հետ գար, ուղղակի տենց հաստատվել։ Արդարանալու կարիք չկա։ Ինձ կներես, որ մոռացել է, որ այսօր ծննդյանը տորն է, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Տորտ կուտեք։ Սիրով։ Դե գնամ ափսը բերեմ։ Բաժեք չմոռանաս։ Պապ ջան, հասկանում եմ, որ բարկացած ես վերես, որ այդ շախունցիկին թողել եմ մտնի մեր տուն։ Ուղղակի դու էլ ինձ հասկացի։ Չեմ ուզեցել Մերի օրը փչացնեմ։ Թե չէ ես էլ մեծ հաճույքով դրան դուրս քշում։ Ես քեզ հասկանում եմ։ Ուղղակի խմել էր իրան կորցրել էր, համարձակություն էր ձեռ բերել գալ իմ տուն։ Բայց ոչինչ, թող գնա մոն վարի, որ չեմ սատկացրել ու դուրս շպրտել։ Մոռացի։ Նստի։ Չեմ հասկանում, հաճույք ես ստանում մարդուն այսքան սպասացնելուց։ Մամ։ Անգել խոսա արի։ Հա, հերի կգամ հեսա, գնացեք դուք։ Անգելինա, ուր ես բալես, անհանգստանում եմ, հերի խմած, ուր ես մինչև հիմա, երբ ես գալու տուն։ Մամ, դեռ չգիտեմ երբ կգամ։ Այսինքն չգիտես։ Հենց նոր հիվանդանոց ենք հասել, մամ։ Անգելինա, ինչ հապատահ է, ախր ասում էի խմած այդտեղ են, ուր ես հետը գնում։ Չէ, մամ, ինչ որ դու ես մտածում, Աննա Բագրատովնային հիվանդանոց եմ բերել, եկել եմ տեսնեմ ինչ ա եղել, վերջացնեմ կգամ։ Ինչ ասես։ Աննա Բագրատովնան վատացել է, տարել են հիվանդանոց, իսկ Անգելինան պետքա պարտադիր այդ պահերին կող կլինի։ Ես կգժվեմ։ Աննան ա վատացել։ Ինչի՞ց ա վատացել այդ կինը։ Ինչի՞ հետաքրքրում, թե Աննայի հետ ինչ ա պատահել։ Չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է միայն Անգելինան։ Դու հասկանում ես, Անգելինան Աննայի մասին ավելի շատ ա մտածում, հոգ ա տանում, ի տարբերություն ինձ։ Ուղղակի ինձ մամա է ասում, դեռ հենց ճշմարտությունը իմանա, էդ էլ կուղի։ Ինչ ես հիստերիկ բաներ անում։ Ես քեզ հարցնում եմ ինչից ա վատացել Աննան, որովհետև մտավախություն ունեմ, կարող է իմացել է ճշմարտությունը։ Չի մտածել։ Իրոք բա որոշ իմացած լինի։ Ես կկշվեմ, ես կխելոքարվեմ։ Պապ, ինչ կա, ինչ են ասում։ Ոնց Աննա Բագրատովնան ինչ ա եղել։ Ոնց եղավ, որ վատացավ։ Դուք երկուսդ երևի ամենալավը գիտեք պատճառը։ Աննա Բագրատովնան ձեր պատճառով հյուծվել է հոգեպես։ Գոհ եք հիմա, ուրախ եք։
Բարև։ Բարև Հենդո պապի ջան։ Կներես, որ ուշ ժամ եմ եկել։ Վայ, ոչ մի խնդիր։ Ներս եկեք։ Մերսի աղջիկ ջան։ Իմացա, որ մերոնք եկե համերգ են տվես թե։ Ասի դեն ամենա ինչ ա եղել երեխեն ոնց ա։ Երեխեն լավ ա, քնած ա։ Առավոտյան Աննա Բագրատովնան եկավ, ճիշտ ասած վատ էր, շատ վախեցած էր։ Հետո ձյաձ Միքայելը եկավ, չգիտեմ ինչ խոսեցին, ես այդ պահին դուրս եմ եկել։ Հետո Աննա Բագրատովնան վատացավ ու տարան հիվանդանոց։ Դե ես էլ մնացել եմ երեխու մոտ։ Խայտարակ են դրանք արա։ Ճիշտն ասած ես էլ էի ուզում հիվանդանոց գնալ, շատ անհանգիստ եմ, բայց դա երեխուն չկարողացա մենակ թողնել։ Լավ ես արել, բոլորս ճիշտ ես արել, բայց երեխին հոմենակ չեն թողնի։ Դու ամենայն դեպս երեխու մոտ մնա, մինչև լույսը բացվի և տեսնենք ինչ-ինչոց ա։ Վայ, ոչ մի խնդիր, սիրով։ Եթե պակաս ինչ-որ բան կա ասա, ես գնամ մի խանութից բերեմ։ Վայ, չէ, ոչ մի պակաս բան չկա, հանգիստ եղեք, բայց թե հյուրասիրեմ էլի ձեզ։ Չէ, աղջիկ ջան, գնամ հիվանդանոց տեսնեմ ինչ իրավիճակ ա։ Ահա, իմ ինջալուց եթե մի բան պետք լինի, անմիջապես դու ինձ զանգի։ Անպայման։ Դե բարի գիշեր։ Հերի կարող եմ մի հատ բարձրանաս տեսնես ինչ վիճակ կա։ Անգել ասեցին, որ նորություն լինի, դուրս կգան կասեն։ Հետքան ասեցի գնա, հետը խոսա։ Քեզ դուր ա գալիս հիմա այս վիճակը։ Տեսար ուր հասանք։ Ուր պապ։ Հեսա կգա։ Ես գնամ սուրճ բերեմ համետանամ ձյազ մի քանի գնաց։ Ես գիտեի, որ ամեն ինչ ես կետին է հասնելու։ Անգել կարաս հիմա ես առանց այդ լարված վիճակը ավելի չլարես։ Այնքան արեցիք, որ հիմա Աննա Բագրատովնան հիվանդանոցում է։ Գոնե դու ինձ մի մեղադրի։ Այն բեցին ինչ ասես ասեց։ Հազիվ ինձ զսպեցի, որ մի բան չանեմ, թե չգիտես այդպես դեպքերում ես ոնց եմ վարվում։ Մի նմանվի բեցին, դու բեցին չես։ Ասեմ իմանաս, որ ես չեմ էլ փորձում նմանվեմ։ Ես մեղադրելու փոխարեն ավելի լավ ուղղակի կողքս լինես։ Փաստորեն ճիշտը չասեմ, հա։ Ասա, բայց այն ժամանակ, երբ որ դրա կարիքը կա։ Տենց մի նայի ճիշտ եմ ասում։ Էլ ոչ մի բան էլ չեմ ասելու։ Հիմա լուրջ դու մտածում ես, որ նեղանալու ժամանակն ու տեղն է։ Հենրի, ես գիտեմ դու մամայդ ինչքան շատ ես սիրում։ Ես լարված իրավիճակներն անցնելու են ու ես չեմ ուզում, որ դու անգամ սենց իրավիճակներում քեզ մեղավոր զգաս։ Դրա համար եմ ասում, որ հետը խոսաս։ Չես հասկանում։ Ես չեմ կարող ինձ ստիպեմ։ Հասկանում եմ, ոնց չեմ հասկանում։ Բայց պիտի շատ փորձես։ Դու չես էլ կարա պատկերացնես, թե կյանքում ինչ շրջադարձեր են լինում։ Հարազատիդ գրկում ես, համբուրում ես, բարի գիշեր ես մաղթում, կամ տնից ես ճանապարհում։ Ու հետո չգիտես դրա հնարավորությունը էլի կունենաս, թե չէ։ Մի ակնթարթում կորցնում ես այն մարդուն, ում կորստի մասին մտքերից է իր անգամ գժվում։ Երազումդ իրա կորուստը տեսնելուց գոռալով էր վեր թռնում։
Կորցնում ես այն մարդուն, ում ամբողջ աշխարհի հետ չէիր փոխի։ Բայց գիտես հետո ինչ է ստացվում։ Ամբողջ աշխարհը մնում է քեզ, իսկ այն մարդը, ում կյանքիցդ շատ էիր սիրում, էլ չկա։ Երբեք չգիտես, թե հաջորդ պահին ինչ կլինի։ Ու ես չեմ ուզում, որ դու քեզ չներելու մտքից ամբողջ կյանքում տանջվես, Հենրի։ Ես քո համար եմ ասում։ Բժիշկ, ինչ արեցիք, ինչ վիճակ է։ Փորձեմ ոչ բժշկական տերմիններով ասել, որ ավելի հասկանալի եւ պարզ լինի ձեզ համար։ Աննայի ուշաթափությունների պատճառը ամենայն հավանականությամբ էպիլեպսիա նման նորմալներն են։ Էպիլեպսիա։ Այսինքն կարա էպիլեպսիա լինի, բժիշկ։ Ամենայն դեպս սիմպտոմները էպիլեպսիա չեն, բայց նման են։ Գլխուղեղի վրա կան խոռոչներ, որոնք առաջացնում են կարճաժամկետ գիտակցության կորուստ, մարմնի ձգվածություն, մի խոսքով։ Մենք գլխուղեղի MRT ենք արել, ամեն ինչ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց այդ ուշաթափությունները կարող են կրկնվել տարբեր ինտենսիվությամբ։ Լավ, մեր հետագա անելիքները ո՞րն է, հետագա քայլերը ո՞րն է, բժիշկ։ Երկարաժամկետ բուժում։ Իսկ հիմա կարանք մամային տենանք։ Հա, իհարկե։ Խնդրում եմ հնարավորինս ուշադիր լինել։ Պետք է բացառել ամեն տեսակ լարվածություն։ Դե հասկանում եմ բժշկուհու աշխատանքը այսպես թե այնպես լարված է, բայց երեխայի հետ հատկապես պետք է շատ ուշադիր լինել, որովհետև չենք կարող հասկանալ, թե հաջորդ ուշաթափությունը երբ կլինի։ Չեմ ուզում վախեցնել, բայց գոնե այս փուլում աշխատեք իրեն երկար ժամանակով մենակ չթողնել։ Մեկ այսքանից հետո էլի սիրտս ցավում է քո համար։ Սուսմենը, չեմ ուզում քեզ տեսնեմ, չեմ ուզում քեզ լսեմ, ուզում եմ, որ գնաս տեղից։ Դու չես պատկերացնի, ես քեզ ոնց եմ ատում։ Հիմա նայում եմ քեզ ու չեմ հասկանում 25 տարի քո հետ նույն տան մեջ ոնց եմ ապրել։ Մի կերպ։ Իրականում շատ վախեցա, որ Հենրիին տեսա։ Ու շնորհակալ եմ քեզ, որ քեզ զսպեցիր ու կռիվ չսարքեցիր։ Դժվարությամբ ինձ զսպեցի, բայց այս պարագայում ճիշտ է դեր։ Չէի ուզում, որ օրդ փչաներ։ Ես վստահ եմ, եթե Հենրին սթափ լիներ, մեր տուն չէր գա։ Եթե սթափ լիներ, ես իր քիթ մարութը կջարդեի։ Թե ոնց Անգելինան դրա կողքին չեմ հասկանում։ Դե սիրում եմ։
Գնացի ձյաձավակից անգելիս։ Ձեռքը խնդրեցի։ Դե հիմա եկել եմ քեզնից խնդրեմ, ոնց որ դու էլ ես, պապա։